Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեր ջրգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեաննա Տերմինասյանը։ Դες այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային նվերներ։ Հայտնի փաստ է, որ ամենից ամենան ավանդույթների մեծ սիրահարը եւ ավանդույթներից մեկն էր թերևս ամեն տարի կանանց միամսյակի մեկնարկի, իսկ ավելի ստույգ մարտի 8-ի առիթով անդրադառնալ ամենից ամենաաստղային նվերներին։ Ինչ է նվեր հասկացությունը մեր այսօրվա շքերթի մասնակիցների համար, ինչ նվեր են նրանք սիրում ստանալ եւ նվիրել, եւ այո, մեր այս եթերի միջոցով կարծում եմ շատ ուժեղ սեռի ներկայացուցիչներ կոգեշնչվեն եւ իրենց կյանքի ամենից ամենասիրելի կանանց ու աղջիկներին կպատրաստեն գեղեցիկ նվեր մարտի 8-ի առիթով։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներով լի եթեր է սպասում մեզ այսօր, մնացեք մեզ հետ։ Սիրում եմ նվերներ, եւ ստանալ, եւ նվիրել։ Կնոջս եւ զավակներիս նվերներն անում եմ առանձնահատուկ սիրով ու նրբանկատությամբ։ Դավիթ Խաչատրյան։ Ամուսնության առաջի տարիներին այդ նվերները ավելի ռոմանտիկ էին, ավելի անակնկալներով լեցուն։ Հետագայում արդեն դառնում է ինչ ես ուզում քեզ նվիրեմ։ Wishlist ենք գրում, թե ինչ նվերներ կուզենք ստանանք, եւ այդպես այդ նվերների ցանկից որևէ մեկը կամ երկուսը անպայման նվիրում ենք իրար, ու դա դառնում է ավելի պետքական, ինչ որ մի բան, դա կլինի օծանելիք, հագուստ, տարատեսակ ինչ որ բաներ։ Օծանելիքը միանշանակ պետք է ամեն շրջագայությունից հետո բերել։ Շատ սիրում եմ, երբ որ նա ծաղիկներով է գալիս տուն։ Սիրուշը կարելի ասել հիմա փորձում է զբաղվել իմ բեմական հագուստի հետ կապված։ Տեսնում եմ խանութում հիմնականում ինքը ինչին է ավելի շատ ուշադրություն դարձնում, հետո մի օր sense որոշում եմ գեղեցիկ անակնկալ մատուցել եւ նվիրել։ Հա, մի շատ կարևոր բանի մասին էլ ասեմ։ Երկար ժամանակ մտածում էի, որ մենք երկուսով պետք է երգ ունենանք իրար հետ։ Տեսահոլովակ ենք նկարել մի քանի երգեր։ Ամենաառաջին երգը եղել է իմ կատարման Բարնոյի մասնակցությամբ։ Արի իմ սոխակ երգը ինձ համար իսկապես դա նվեր էր, որովհետեւ դա մի ամբողջ կյանքի հուշ է եղել ինձ համար։ Դրան հաջորդեց մեր մյուս տեսահոլովակը, որին արդեն մասնակցեց նաև մեր փոքր բալիկա Արեգը, Սոնա Ռուբենյանի եւ Արամեն Պետրի կատարմամբ Սիրո նվեր երգը երգեցինք։ Այնուհետև Դավիթ առաջարկեց մեր շատ սիրելի երգերից մեկը կատարել Արի երթանք երգը ու կյանք առավ շատ գեղեցիկ երգ, շատ գեղեցիկ տեսահոլովակ։ Բազմաթիվ մարդկանց համար հետաքրքիր էր այդ կոնտենտը, որով որ մենք ներկայացանք, երևի շարունակական կլինի։ Իմ եւ Դավիթի համար այս կյանքում ամենամեծ նվերը մեր բալիկներն են, մեր տղաները։ Հայրենիքը ստեղծված է Աստվածում, որ Աստվածը ամեն ինչ ստեղծել է, որ երկու մարդ, Ադամն ու Եվան։ Եվ վերջում ձեռք բերեցինք մեզ համար մեծ առանձնատուն։ Նվերի մեջ մի քիչ մասնակցություն ունեցել են նաև մեր ծնողները, եղբայրներս ու հայկական են ասացվածքը, որ տուն, տղա եւ ծառ տնկել, այդ ծառերը բակում հայրիկս է տնկել։ Մեր մեծ տղային շատ ենք սիրում նվերներ անել, առիթ կլինի, թե անառիթ։ Այս ինչ նվերներ է ստացել։ Սիրունա։ Ուրախ ես, հա։ Դասարանից գալիս եմ եւ մայրիկիս անընդհատ ուզում է իրանից գիրք։ Եվ մենք գնում ենք եւ առնում ենք։ Ես ամենաշատը սիրում եմ հանրագիտարաններ, որը այն կենդանիներով են։ Որ բան եմ ասում, լսի, ես ամենաշատը սիրում եմ գիրք կարդալ։
Ես դարձ չեմ պատմում։ Իր ռեակցիաները ամեն անգամ տարբեր են, որովհետև ինքը արդեն մեզ ասում է մենք ինչ պետք է իրան նվիրենք, որպեսզի ավելի իր համար հաճելի լինի։ Որ իմ ծնունդն է, ես դառնում էի 5 տարեկան, այն դարպասները բացվեց եւ իմ գրոդվոցիկլն է այնտեղ եւ այնտեղ շարված են հավասար լիքը դինոզավրեր։ Նոր տարվա նախօրեին ցուցակները, որը որ գրվել էր Արնոյի կողմից, ուղարկեցինք Զմեր պապիկին։ Ուզել եմ թմբուկ հեռադի տակ, վիշապով մեքենա, դինոյով արտիբուկ, բան դինոյով մեքենա, բան թազակ ու դինոզավրով կմակ։ Այդ քանի հատեղը։ Իսկ խելոք մնացել ես դու որ բերի։ Չեմ։ Ինչ պետք է անենք։ Բասի բան։ Այնա, սենյակը լիքը խափալիք է լուծած։ Ամանորի գիշերը Զմեր պապիկը նվերներ էլ բերեց, ստացել եմ Դինոլենդ եւ հեռադիտակով ես տեսնում եմ Արարատը եւ տեսնում եմ Զովունին, դինոզավրերի փազլ, կմախները հավաքել եմ եւ այն հելել էր տրիցերատոպս եւ ուզել եմ հրաբուխ։ Օրա, չես տեսնում դինոյ։ Արեն այդ ձակը։ Պապուլյակ կտասրա։ Մեր փոքրիկ տղան ինքը շատ հանգիստ, խելոք, ամեն մի փոքր նվերից հաստատ գիտենք, որ շատ կուրախանա։ Դու մամային պապային ավելի նվերներ ես անում։ Նվերներ։ Չէ։ Որ գրամ խանութ, փող չունեմ։ Ուրախ եմ, որ այն կանանցից եմ, որ նվերներ ստանում եմ տարվա բոլոր ամիսներին գրեթե։ 7 տարվա ամուսնական այդ կյանքի ընթացքում երբևիցե չի եղել, որ երկուսով ճանապարհորդենք։ Կարծում եմ, որ կկարողանանք այս ամսվա մեջ միասին գնալ ճանապարհորդության, եթերով ասում եմ, որ անեմ էլ։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային նվերներին, կուզեմ հիշատակել ուկրաինական ծագում ունեցող դերասանուհի հոլիվուդյան աստղ Միլա Կունիսի անունը։ Եվ այսպես սկսեմ նրանից, որ Միլա Կունիսն ու Էշտոն Քաչերը սկսեցին հանդիպել 2012 թվականին, երբ Սրտակերն արդեն բաժանվել էր Դեմի Մուրից։ 3 տարի անց նրանք ամուսնացան, սակայն այդ ժամանակ արդեն իրենց առաջնեկը ծնվել էր։ 2014 թվականին լույս աշխարհ եկավ իրենց աղջնակը Ուայթը եւ այդ առիթով Միլա Կունիսը անձամբ ինքն իր համար պատրաստեց որոշակի նվեր։ Խոսքը ոսկուց մատանի մասին է, որն ինքը պատվիրել էր էքսկլյուզիվ դիզայներ ոսկերիչ դիզայների մոտ եւ այդ մատանին զարդարում էր զմրուխտե քար եւ գրառում մայրություն։ Հետաքրքրականն այն էր, որ այս պատվերը եզակի նմուշ չէր, այլ պատվիրվել էր լիմիտավորված հավաքածուով։ Յուրաքանչյուր մատանին վաճառվում էր $4800 եւ ամբողջ հասույթը, որը հավաքվեց վաճառքից, ուղղվեց Զամբիայի ծննդատանը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Նվերներ սիրում եմ եւ ստանալ եւ նվիրել, բայց ավելի շատ սիրում եմ նվիրել, քանի որ ինձ հաճույք է պատճառում այն պահը, որ կարողանում եմ իմ փոքրիկ նվերով պարգևել դրական էմոցիաներ եւ ուրախություն։ Սերգ Աբրամով։ Առասարակ այդ նվերների այդ process ինքը շատ մի քիչ վտանգավոր բան էլ է։ Վերջին տարիներում օրինակ լինում են դեպքեր, որ այդ մարդուն ընդունում եմ նվերը, բայց երբեք ես չեմ օգտագործում։ Տվյալ մարդու էներգիայի հետ կապված, իհարկե երբեք դրա մասին նվիրատուն չի իմանում։ Շնորհակալություն Դոդո։ Տղայա Դոդո, միշտ տղայա։ Պարֆում եմ սիրում նվիրել։ Ընկերներին ում լավ ճանաչում եմ, արդեն գիտեմ, իրանք մոտավոր, հա, ինչ։ Եվ սիրում եմ մարդկանց ում չեմ ճանաչում, ուգադվեց էլի, ասենք նմանացնում եմ այդ հոտը, այդ մարդուն, միշտ ինձ ասում են, ոնց իմացար, որ այդ հոտը իմ ամենասիրածն է կամ իմ սիրած հոտին նման է։ Это ваш аромат? Мой? Да, он вам нравится больше всего. Սերգի համար նաև կարևոր է, թե ինչպես է մատուցվում նվերը եւ ինչպես է այն ձևավորված, քանի որ այդ ամենը բուն նվերից բացի եւս մեկ ուրախություն եւ տոնական տրամադրություն է պարգևում։ Ֆիլիպ Պետրոսի Կիրկորովի 50-ամյակին, երբ որ Կրեմլում իր հարմենքներն էին, որոշեցի տանել 7 կիլանոց քարերով, շատ սիրուն թակ ու դե բոլորը գիտեն, որ Կիրկորովը ինչ նվերներ է ստանում առհասարակ, թանկ նվերներ։ Եվ ես այդ օրը հասկացա,
թե ինքը, որ ասում են большой ребенок, ինքը նենց էր ուրախացել այդ նվերից, ու ինքը տարավ դա տուն եւ մի քանի հաղորդումների ժամանակ եղել են, որպես եմ ասում, վայ, իր տանը սերվանտի մեջ դրացա ուրեմն վերևը Մոլդովայի պրեզիդենտի նվերը իրան կարմիր թագը եւ տակը այդ 7 կիլանոց թագը, որից Երևանից հասցրեցի Մոսկվա, Կրեմլ, եւ ինձ շատ հաճելի է, որ այդ իմ նվերը իրան տենց ուրախացրեց։ Երևույթը իրար, что прилетел поклонник с Армении, տենց նվերով երեխպես ուրախացել էր։ Այդ զգացումը, երբ որ դու նվեր ես արել ու ում որ արել ես այդ մարդը այդ հիացմունքը, դա քեզ էլ է փոխանցում, դրանից շատ լավ եմ զգում։ Առանձնակի նրբանկատությամբ Սերգը խոսում է իր մայրիկին մատուցած նվերների մասին։ Ամենաթանկ նվերները միշտ ստացել եւ ստանում եմ մայրիկիցս, մամայիցս։ Ու ինքը շատ տոչն է միշտ ընտրում է ինձ համար, նույնիսկ հագուստ եթե դա լինի, զարդ լինի, չգիտեմ։ Սիրում ենք իրար նվերներ անել, օրինակ իրենցից շատերը զարմանում են, ասենք հանգստի ենք մեկներից, մտնում եմ ժենսկի խանութ ու ասում այ այս շոր իրա վրայով է, այն զարդը նրա հետ։ Բոլորը զարմանում են, սեր մամայի համար։ Լսիր Ազատ։ Իսկ սա ում տունն է։ Քո տունն է, մայրիկ։ Սերգ Աբրամովն ունի եւս մեկ գեղեցիկ սովորություն։ Ամենից ամենայն նկարահանման միշտ գալ գեղեցիկ ծաղկեփնջով։ Ծաղկեփունջերով գալիս է ասենց միշտ ծաղիկներով հետ։ Բայց ինձ նենց կայֆ զգացում է այդ, երբ որ դիմացի հետ, վայ, այդ իմն է։ Այդ ամենին Սերգ Աբրամովը հավելեց։ Շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը եւ սրտանց ցանկանում, որպեսզի բավարարված լինեն ողջ տարի բոլոր առումներով եւ միշտ ժպտացեք սիրելի կանայք։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային նվերների թեման եւ կուզեմ իշտակել թերևս համաշխարհային շոու բիզնեսի ամենաերկարակյաց ամուսնական զույգի մասին Jay-Z եւ Beyoncé։ Աշխարհի ամենահարուստ рэպերներից մեկը Jay-Z-ին եւ աշխարհահռչակ երգչուհի Beyoncé-ն հայտնի փաստ է, որ միշտ միմյանց նվիրում են թանկարժեք նվերներ, ինչը բնականաբար միշտ դառնում է ԶԼՄ-ների քննարկման առիթ։ Եվ ահա հերթական թանկարժեք նվերներից մեկը Jay-Z-ի կողմից Beyoncé-ին դարձավ բահեմյան կղզիներից մեկը։ Այս նվերը փոքրիկ հուշանվեր, ինքը կնոջը նվիրեց իրենց ամուսնության հերթական տարելիցի կապակցությամբ։ Իդեպ նվերը արժեր ընդամենը $3 միլիոն։ Ի պատասխան այս փոքրիկ հուշանվերի, Beyoncé-ն էլ արեց նվեր իր ամուսնուն եւ նվիրեց Bugatti սպորտային դասի ավտոմեքենա, որի համար վճարեց ընդամենը $2.5 միլիոն։ Իդեպ Jay-Z-ն եւ Beyoncé-ն համարվում են ամենաերկարակյաց ամուսնական զույգերից մեկը, նրանք միասին են 2008 թվականից եւ շատերը կարծում են, որ այդ միության ամրությունը պայմանավորված է թերևս հենց թանկարժեք նվերներով։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իրեղեն նվերներից բացի կարևոր է նաև նվերը խոսքի տեսքով։ Խոսքը զորավոր է եւ պարգևում է մարդուն այն հզոր զգացողությունը, որը միգուցե որևէ թանկ իր չկարողանա պարգևել։ Լիանա Զուրաբյան։ Դե փակ տուփերով են, չէ՞, բերում նվերները։ Այս պարտադիր սիրում այդ նվերը յուրի ներկայությամբ, ով որ դա ինձ նվիրել է, բացեմ, նայեմ, ինչ նվեր է, շնորհակալություն հայտնեմ եւ մի խոսք էլ ունեմ, նվիրողի միշտ ասում շնորհքդ շատանա։ Ինքս է որ նվեր եմ տանում, սիրում եմ տարած նվերը, բացեմ, ցույց տամ եւ նաեւ ստանամ ջերմ խոսքեր։ Այդ խոսքերը շատ կարեւոր են եւ ես եմ ասում եւ լսել եմ սիրում։ Ես այս բորշոյի բաժակով ուզում եմ քեզ ցանկանալ առողջություն, երջանկություն ու երկար տարիների անհոգ ու պրյատնի կյանք։ Դե դուր։ Ինչ է տամ։ Առողջություն, երջանկություն եւ երկար տարիների անհոգ ու պրյատնի կյանք։ Սիրում եմ շատ ստանալ նվեր, թիկնոցներ, շարֆեր, իմ պոեզիայի կրպագուները, ասմունքի կրպագուները, ասենք եթե գրական երեկո եմ ունենում, կարող ծաղիկի տեղ ինձ բերեն շարֆիկներ, արդեն գիտեն։ Լիանան անկեղծ խոստովանում է, որ իր կյանքում շատ նվերներ է ստացել, բայց ամենասպասելի, հիշարժան եւ հուզիչ նվերը ստացել է իր սկեսուր մայրիկի։ Առաջին անգամ որ գնացի իրենց տուն, ինձ սպիտակ ոսկուց օղեր նվիրեց, ես չէի սպասում, երբեք չէի ստացել այդպեսի նվեր եւ շատ ինձ համար հաճելի էր։ Ու ես հասկացա, որ չէ, ուրեմն գործը լուրջ է։ Ոսկեական ջողեր։ Ոսկեական ջողեր ենք եկել։ Աղջիկ ջան։ Կուզես կկախես։ Չես ուզի։ Ես կկախեմ։
Լիանան անկեղծ խոստովանում է, որ իր կյանքի ամենամեծ նվերն անշուշտ իր որդին է, Լևոնը, որն իր բարի սրտով ու հոգով վերաիմաստավորեց իր կյանքը։ Որ քեզ տալիս է նվերին, չես սիրում, Լևոն։ Տանակ, հեռախոս։ Հեռախոս, այո, եւ ձմեռ պապին այս տարի իրան տվեց հեռախոս։ А у меня конфетки есть очень вкусные. Вот как я съем 2 конфетки. Если ты хочешь конфетки, я куплю тебе конфетки. Вот, смотри. Լևոնը շատ է սիրում շոկոլադներ ստանալ նվերներ եւ նա չէր սպասում, որ իրան նվիրեն, ինքը եթե խանութ է տեսնում, մտնում է խանութ եւ հավաքում իր սրտի բոլոր շոկոլադները։ Հետո ասում է Լիանա մամային, դե փողը տուր։ Շատ սիրված է, որտեղ գնում է իրան տալիս է նվերներ։ Բոլորը հյուրերն են։ Հա, բոլոր հյուրերը, մեր հյուրատան հյուրերն են, որ գալիս են իրեն բերում են նվերներ։ Ռիմա տատիկը իրան շորեր է գնում շատ, սիրում է Ռիմա տատիկը Լևոնին եւ գնում է նվերներ։ Եվ այս կյանքի ամենամեծ նվերը մենք իրար համար ենք, որ Աստված է մեզ իրար տվել, մայր ու տղա։ Ասենք մեր աղոթքը։ Հայր մեր, շատ ենք շնորհակալ, որ մեզ ես ընտրել այս կյանքում մայր ու տղա։ Տուր մեզ իմաստություն, որ այս կյանքից լինենք գոհ եւ ամեն ինչից շնորհակալ։ Այսօր մեզ պահիր առողջ եւ ուրախ պահերով լիքը։ Ամեն։ Ահա։ Այս նվերներ եմ դերեմ այսա։ Էդի։ Նվեր ես ինձ բերե։ Ահա։ Վայ ապրես դու, ապրես։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային նվերների թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի Ռեյն Ռեյնոլսի եւ Բլեյք Լայվլի անունները։ Եվ այսպես Ադալինի դարը ֆիլմի աստղ Բլեյք Լայվլին ամուսնուց ստացել էր բարդագույն ադամանդե մատանի եւ շատ հուզվել, որովհետեւ մատանի արժեքն էր $2 միլիոն։ Իդեպ այս մատանին էքսկլյուզիվ հեղինակային նմուշ է, որը Ռեյն Ռեյնոլսը նվիրեց իր կնոջը, պատվիրելով այն աստղային դիզայներ ոսկերիչ Լորենս Շվարցի մոտ։ Մի ոսկերիչ, որի մոտ պատվերներ են կատարում թագավորական ընտանիքների անդամներ, տարբեր պետությունների ղեկավարներ, ինչպես նաև համաշխարհային մեգա աստղեր։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։ Շատ երկար եմ մտածում նախքան նվեր ընտրելը, քանի որ ինձ համար շատ կարևոր է այն էմոցիան, զգացողությունը, որը նվերս կառաջացնի հասցեատիրոջ մոտ։ Արևիկ Հարությունյան։ Այս վերջերս ամուսնուս նվեր էի փնտրում ծննդյան օրվա հետ կապված եւ մտածեցի, որ մեր փոքրիկի թաթիկի ու ոտիկի դաջվածքով դրամապանակ ստեղծեցինք։ Կարծում եմ, որ համ հաջողություն կբերի, համ էլ միշտ ժպիտ կպարգևի։ Քույրիկիս արած նվերը ինձ, երբ ժամանակահատված կար, որ մի քիչ փոթորկուն հոգեվիճակների մեջ էի, եւ քույրիկս ինձ նվիրեց այն մատանին, Սողոմոն թագավորը, երբ նման վիճակների մեջ է եղել եւ իմաստունը նրան նվիրել է մատանի, որի վրա գրված են եղել սա էլ կանցնի։ Այդ նույն մատանից ինձ քույրիկս նվիրեց եւ շատ օգնում է տարբեր իրավիճակներում։ Կարծում եմ նվեր ընտրելու համար նաեւ պետք է մի քիչ հոգեբան լինես, որպեսզի այդ պահին, ել եմ ասում, փորձես լավ տրամադրություն փոխանցել։ Նվերը սիրում եմ լինի եւ պիտանի, եւ օգտակար, եւ հաճելի։ Մայրիկից քերակի։ Արևիկն անկեղծ խոստովանում է, որ իր համար կարևորը ոչ թե նվերի գինն է, այլ բովանդակությունն ու իմաստը։ Ռաստովում էինք եւ այդ տունը, որ մենք վարձել էինք, այդտեղ չկար մագնիտոֆոն, իսկ երաժշտությունը ինձ համար շնչառություն է։ Ես անընդհատ պետք է լսեմ։ Ու նոր տարվա ժամանակահատվածներ, երբ ամուսինս Վարդանը անհետացավ եւ վերադարձավ շատ ռետրո ոճով, ռադիո մագնիտոֆոնով, շատ ուրախացա ես։ Ինքը հասկացել էր հոգեվիճակս։ Այդ իմ համար սիրո արտահայտվելամիջոց է։ Наши встречи и вечер голубой, взволнованные речи.
Իմ տղան, երբ որ գնում է հայրիկի հետ ման գալու, արդեն 2.5 տարեկան է, բայց շատ հաճախ վերադառնում է մի ծաղիկ իր ձեռքը։ Վերում է այդ ծաղիկը, նվիրում է ինձ։ Դրանից մեծ նվեր չկա։ Անսպասելի նվերներից, երբ աղջիկս Եվան 10 տարեկան էր, մենք միասին շրջում էինք խանութներով եւ ես մի կոշիկներ շատ հավանեցի։ Այդ պահին գումար չէի վերցրել։ Եվան մտապահել էր, գումար էր հավաքել եւ ինձ համար իմ նոր տարվա տոնի հետ կապակցությամբ այդ կոշիկները նվեր էր գնել։ Արևիկն անկեղծ խոստովանում է, որ նվերի մեջ կարևորում է սերն ու էմոցիան, որով այն պատրաստվել է։ Հավելելով, որ ինքը նվերն ընդունելուց միանգամից զգում է, թե ինչ էմոցիայով այն ընտրվեց իր համար եւ ինչ էներգիա է այն իր հետ փոխանցում։ Նվերներ, երբ որ ընտրում եմ եւ նվիրում եմ, շատ սիրում եմ, որ այդ պահին մարդը բացում է նվերը եւ ես ուզում եմ տեսնել արդյոք ես ճիշտ եմ հասկացել այդ նվերը ընտրելիս իր համար։ Շատ կարեւոր է ինձ համար, որ երկուստեք ստացվում է այդ համաձայնությունը նվեր նվիրելը եւ նրա ընդունելը։ Լավ էլի։ Այս են Արևիկը միշտ գալիս է, միշտ սենց սիրուն նվերներով, համով գիտի ինչ անում։ Այդ ամենին Արևիկ Հարությունյանը հավելեց. Մաղթում եմ մեր կանանց, մեր աղջիկներին սեր ու արև։ Ամեն օր փորձեք սիրելի տղամարդիկ, ձեր կանանց ամեն օր նվիրել սեր եւ արև։ Խոսելով ամենից ամենաաստղային նվերների մասին, ես էլ անմասն չմնացի ու պատրաստեցի ձեզ համար նվեր։ Ավելի ճիշտ ուղղորդում, թե ինչ նվեր մատուցել ձեր կյանքի ամենից ամենականանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ։ Դե լինելով գեղեցիկ սեռի վառ ներկայացուցիչ, կարող եմ վստահաբար ասել, որ նվերը նախ եւ առաջ պետք է լինի քաղցր, ցանկալի է շոկոլադից, համեղ ու շատ գեղեցիկ։ Միևնույն ժամանակ ունենա իր մեջ բովանդակություն, այսինքն փոխանցի նվիրողի հոգու եւ սրտի խոսքը։ Շատերը երևի զարմացան, թե ինչպես կարող է այդ ամենը մեկտեղվել մեկ նվերի մեջ։ Իսկ ոմանք էլ ժպտացին, որովհետև արդեն ծանոթ են Ամորե Ներոյի չքնաղագույն արտադրանքի հետ։ Իդեպ ասեմ, որ Ամորե Ներոյի հիմնադիր գեղեցկուհի Անահիտ Ասիրյանի հետ ծանոթացա միաժամանակ առաջ, երբ ինքը մրցանակով վերադարձել էր Դուբայում կայացած միջազգային մրցանակաբաշխությունից։ Բայց ձեզ հետ որոշեցի ծանոթացնել հենց հատուկ թեմային համահունչ, որպեսզի եթերից հետո արդեն վերջնական կողմնորոշվեք եւ հասկանաք, որ ձեր կյանքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, կանանց ու աղջիկներին պետք է նվիրել հենց Ամորե Ներոյի չքնաղագույն շոկոլադե բաժակները։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանում մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ։ Աշխատել եմ դեռևս ուսանողական տարիներից, սպասարկման ոլորտում աշխատելուց հետո միտք առաջացավ, որ պետք է զբաղվեմ իմ սեփական բիզնեսով։ Երկար փնտրտուքների մեջ էի, թե ինչ բիզնեսով կարելի է զբաղվել։ Վերջապես կանգառա շոկոլադե բիզնեսի վրա, բայց այս անգամ ինձ մոտ խնդիր էր առաջացել, թե ինչ կարելի է պատրաստել, որպեսզի շուկայում լինի նորույթ։ Կանգ եմ առնում շոկոլադե բաժակներ բիզնեսի վրա, որովհետև ամբողջ շուկան ուսումնասիրելուց հետո հասկացա, որ նման պրոդուկտ չկա շուկայում։ Սկսեցի տեղադրել իմ աշխատանքները սկզբում սոցիալական ցանցերում եւ ի զարմանս ինձ առաջին պատվերից եղավ նշանադրության առիթով հյուրերին գեղեցիկ հյուրասիրություններ մատուցել, որը գրավել էր բոլորի սրտերը եւ այդպես սկսում են իմ վաճառքների փուլը։ Շոկոլադե բաժակները իրենք կրեատիվ նվերի տարբերակներ են, կարելի է նվիրել ցանկացած առիթով, օրինակ մարտի 8, ապրիլի 7, հունվարի 28, Տյառ Ընթառաջ եւ այլն։ Կարող ենք նաև անառիթ նվերներ մատուցել մեկս մյուսին։ Օրինակ, շատ հաճախ նվիրում են իրենց սիրելի բժշկին, շնորհակալություն են հայտնում, գուցե ուսուցչի համար են պատվիրում, նաև սեր խոստովանելու համար են շատ հաճախ օգտագործում։ Երբ տղան ամաչում է սեր խոստովանել, մեր շոկոլադե բաժակները հրաշալի տարբերակ են։ Եվ հենց այդ առումով էլ մենք նրանց անվանում ենք քաղցր հաղորդագրություններ, այսինքն պատվիրատուի սրտի խոսքը մենք գրում ենք շոկոլադե բաժակների վրա։ Ունեցել ենք դեպքեր նաև, որ մեկը մյուսից նեղացած են եղել, բաժակի վրա ցանկացել են, որ լինի կներես եւ բաժակը նվիրելուց հետո նրանք հաշտվել են։ Մեկ անգամ հաճախորդներից մեկը ցանկացավ, որ բաժակի վրա գրեմ համբերության բաժակ, այդպես երևի ցանկանում էր ինչ-որ բան հասկացնել եւ ի զարմանս ինձ այդ պատվերը շարունակական եղավ նաեւ այլ հաճախորդների կողմից։
Ամենատպավորիչ պատվերներից մեր պատվիրատուն ցանկացավ, որ վրան գրվի, խնդրում եմ պատասխանիր։ Նման պատվերները ինձ բավականին ոգևորում են, որովհետև ինձ թվում է, որ ես կարողանում եմ նրանց կյանքում որևէ բան փոխել, իհարկե միայն դրականը։ Ունենում ենք նաև կորպորատիվ պատվերներ, այս վերջերս եղավ գրքի փառատոնը, որի ժամանակ հաճախորդները ցանկանում են իրենց սիրելի գրքից որևէ տող գրվի շոկոլադե բաժակի վրա։ Ամենակարևորը մեր աշխատանքում, որ ուշադրություն ենք դարձնում, դա հումքերն են։ Օգտագործում ենք բացառապես հայկական արտադրության շոկոլադ, առանց կոնսերվանտների եւ հավելումների միջուկներ եւ շոկոլադի համար նախատեսված գունանյութեր։ Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհը տեսնի հայկական արտադրանքը, գնահատի եւ հասկանա, որ մենք եւս կարող ենք ստեղծել յուրահատուկը եւ համեղը մեկտեղում։ Եվ ինձ ուրախացնում է այն փաստը, որ իմ պատվիրատուները եւս նախընտրում են հայկականը եւ հայկական շոկոլադը։ Միջուկների համար օգտագործում ենք բացառապես թարմ մրգեր, բիսկվիտներ եւ կանֆետային տարբեր հավելումներ։ Միջուկների պատրաստման սկզբնական փուլում փորձարկում ենք ընտանիքի անդամներով, մեր ընկերներով, բոլորի հավանությունը ստանալուց հետո նոր հանում ենք վաճառքի։ Քանի որ մեր շոկոլադները չեն պարունակում ոչ մի հավելյալ կոնսերվանտներ, իր ժամկետը բավականին կարճ է։ Մենք միշտ զգուշացնում ենք մեր պատվիրատուներին, որպեսզի չպահեն իրենց որպես հուշ, որովհետեւ բոլորը այնքան են տպավորվում բաժակի տեսքից, որ ցանկանում են որպես սուվենիր պահել, բայց զգուշացնում ենք, որ իրենց ժամկետը 2-ից 3 օր է առնվազն։ Երկար ենք փնտրել, թե ինչ տուփի մեջ կարող է այն լինել, եւ մայրիկիս գաղափարով ստեղծվեցին տուփեր, որը մինչ այժմ օգտագործում ենք եւ սիրով շոկոլադե բաժակները մենք փաթեթավորում ենք այդ գեղեցիկ տուփերով եւ հաճախորդի համար փաթեթավորումը ամբողջությամբ անվճար ենք իրականացնում։ Շոկոլադե բաժակներ Amor and Error կարող են գտնել Facebook եւ Instagram հարթակներում, նաեւ կարող են պատվիրել էջում նշված հեռախոսահամարով։ Արագ իրականացնում ենք եւ առաքումը եւ կարող են մոտենալ եւ տեղում վերցնել։ Պատվերները ընդունում ենք ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի այլ մարզերից, նաեւ արտերկրից։ Պատվերները գրանցում ենք նախապես 2 օր առաջ եւ միշտ առաքում ենք թարմ վիճակում։ Ուրախացնող փաստ է այն հանգամանքը, որ արտերկրի հայրը մեզ այնքան են վստահում, որ շոկոլադի հետ նրանք նախընտրում են, որպեսզի մենք առաքենք նաև իրենց նվերները, օրինակ ծաղիկներ եւ այլ նվերներ, որոնք նախընտրել են իրենց բարեկամների համար։ Մենք այդ ամեն ինչը կազմակերպում ենք եւ սիրով իրականացնում ենք առաքում։ Եղել են նաև դեպքեր, որ այստեղ գտնվող հայերը պատվիրել են եւ ինքնաթիռով իրենք անձամբ իրենց հետ տարել են իրենց բարեկամների համար, օրինակ Մոսկվա, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլն։ Այնքան են ոգևորում, որ իմ աշխատանքը գնահատվում է Հայաստանում։ Օրինակ, անցած տարի բավականին բուռն տարի էր ինձ համար։ Ես հայտնվեցի Հայաստանի լավագույն ամսագրերի էջերում, ճանաչվեցինք նաև որպես տարվա լավագույն բրենդ եւ ամենագլխավորը, որ հրավեր ստացա Դուբայից մասնակցելու միջազգային մրցանակաբաշխության, որտեղ Amor and Error ընկերությունը այսուհետ արդեն միջազգայինորեն ճանաչվեց առաջինը շոկոլադե բաժակների արտադրությամբ։ Компания Amor and Error представитель первой и единственной шоколадной чашек Армении, которая также признана лучшим брендом года 2024. Մեկնարկում է կանանց միամսյակը։ Այդ առիթով մենք շոկոլադե բաժակները զարդարում ենք գեղեցիկ ծաղիկներով, որոնք եւս ուտելու են, եւ շոկոլադե բաժակներից բացի պատրաստում ենք նաեւ շոկոլադե ծաղկամաններ։ Շոկոլադե ծաղկամանները զարդարում ենք արհեստական ծաղիկներով։ Շոկոլադե ծաղկամանը ուտելուց հետո ծաղիկը պահում են որպես հուշ։ Եվ ամենակարևորը գնային քաղաքականությունը։ Մենք հատուկ մտածեցինք այնպես, որ հարմար լինի բոլորի գրպանին։ Այսինքն մեզ մոտ կարող են գտնել եւ գեղեցիկը, բնական հումքը եւ իհարկե մաչելի տարբերակները։ Արժեքները սկսում են 2000 դրամից։ Եվ ըստ տեսակի, չափսի, միջուկի արժեքները տարբեր են լինում, բայց հարմար են ցանկացած հաճախորդին։ Շնորհակալ ենք քեզ Անայի ջան։
Սենց սիրուն ու համեղ բան, չէ։ Պերեկրիոսնի, ուրա։ Ջոնա։ Այ տենց։ Բաչիկ ջան։ Տարամ։ Գողացա։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային նվերներին, կուզեմ հիշատակել ռուսական շոու բիզնեսի փոփ թագավոր Ֆիլիպ Կիրկորովի անունը։ Շատերը կհիշեն թերևս այն պատմությունը, որը տեղի ունեցավ 2019 թվականին։ Մանրամասն է։ Ուլյանովսկ քաղաքում շարքային մի թոշակառուկին նվիրաբերեց իր բնակարանը Ֆիլիպ Կիրկորովին, ավելին ազատեց իր բնակարանը բոլոր իրերից։ Թոշակառուկինը մեկնաբանեց այս նվերը հետևյալ կերպ, որ դեռ իր երջանկայի շատակ մայրը խենթանում էր ուղակի փոփ թագավորի համար եւ այդ գաղափարը նվիրաբերել բնակարանը Ֆիլիպ Կիրկորովին հենց իրենն էր։ Չգիտեմ, ուրախացավ այդ կինը, թե ճիշտ հակառակը, երբ իմացավ, որ Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվեց նվերից։ Այդ արդեն թողնում ենք մեր երևակայությանը։ Դեսքեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ինձ համար առաջին հերթին մեծ նվեր է իմ կյանքը, հայ ծնվելը։ Մեծ նվեր է նաև այն ժամանակը, որ մարդիկ նվիրում են ինձ։ Վիգեն Բալասանյան։ Մի փոքր բանով կարան ինձ շատ ուրախացնել, շատ ժպիտան, եղել է համերգների ժամանակ, որ անծանոթ մարդ, չգիտեմ որ երկրից էր, եկավ մոտեցավ, իր վզի շղթան հանեց նվիրեց ինձ, լավ զգացի, ինձ ուրախացա։ Այս ժամացույցն էլ համերգի ժամանակ մի լավ ընկեր ունեմ, ձեռքից հանեց, նվիրեց ինձ։ Մոչա, լավն է ձերի ժամացույցը։ Քիչ մեծ օջի ձեզ։ Չէ, նայի ես էլ ունեմ ձերի ժամացույց։ Մեկ ինքս ինձ նվեր եմ անում, կարող է դուրս գամ առավոտ շուտ ու գնամ բնության գիրք, որտեղ բնության մեջ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, ավելի մաքրվում եմ, ու այդ ամեն ինչը անդրադառնում է արդեն իմ երաժշտության վրա։ Վիգենն անկեղծ խոստովանում է, որ ունի բարի ավանդույթ արտասահմանում բնակվող իր ընկերներին նվիրել դուդուկ։ Դրա մեջ սենց խորհուրդ կար, երբ որ գամ ձեր տուն, որ ասեք մի բան նվագի, ես չասեմ գործիքս մոտս չի չեմ գա նվագեմ, Նորվեգիայում ունեմ դուդուկ, Ֆրանսիայում ունեմ, Մոսկվայում ունեմ, Ամերիկայում ունեմ, Շվեյցարիայում ունեմ, Բելգիայում, մի խոսքով շատ տեղեր ունեմ։ Բոլորովին վերջերս Վիգենը նվիրեց իր բակի երեխաներին գունավոր կավիճներ։ Ակցիա եմ սկսել անել մեր հարևանության մեջ, Պաշկայում գունավոր կավիճներ եմ գնել խանութից, ու այդ կավիճները պիտի նվիրեմ մեր բակի երեխաներին, որ բակում գրեն մաքուր պահեք մեր բակը, աղմի թափեք, գրեք, որ ամեն մարդ թող իր բակը մաքրի։ Ժողովուրդ ջան, այս մարդկանց աշխատանքը գնահատել է պետք։ Որտեղ մենք ապրում ենք ցիվիլ, լավ երկրում, մեր երկիրը պիտի մաքուր լինի։ Մեր բակը մաքուր է։ Մենակ ետինը կավիճով գրածներն է։ Այո։ Եկեք նաև նվերանենք մեր բնությանը, որը որ մեր մասին շատ հոգ է տանում, մեզ թթվածին է տալիս, մենք շնչում ենք։ Եկեք չգնանք անտառ, մեր հետևից թափթփենք ու գնանք։ Այդ ամենին Վիգեն Բալասանյանը հավելեց։ Լավ առաջարկ ունեմ, ովքեր որ ուզում են յուրահատուկ նվեր մատուցեն իրենց սիրելիներին, կարան մտնեն իմ Instagram-յան էջ եւ այնտեղ սիրուն երաժշտություններ կա։ Այդ երաժշտությունները ուղարկեն այդ մարդուն եւ իրենց բարեմաղթանքները հղեն։ Իմ էջում անդադ թարմ վիդեոներ եմ դնում, որը որ մարդկանց մեջ սեր է արթնացնում, լավ տրամադրություն է փոխանցում եւ ուզում եմ սրտան շնորհավորեմ մեր ամենաբարի հոգատար աղջիկներին, մայրերին, քույրերին, տատիկներին, գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ուզում եմ որ միշտ ժպտան, ուզում եմ որ միշտ բոլորի ընտանիքներում լինի լավ տրամադրություն։ Ամենից ամենաշարունակում էր եթերը բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային նվերների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։
Այն, որ Անի Գրիգորյանը սիրում է մատուցել նվերներ, կարող է հավաստել ամենից ամենայ ամբողջ ստեղծագործական թիմը։ Քանի որ ամեն անգամ մեզ մոտ հյուրընկալվելուց ինքը գալիս է յուրահատուկ քաղցրավենիքներով, ծաղիկներով եւ այլն եւ այլն։ Սակայն այսօր Անին եկել է կիսվելու մեզ հետ, թե ինչ նվերներ կարելի է ընդունել, իսկ որ նվերներին պետք է մոտենալ մի փոքր վերապահումով։ Շատ հաճախ ասում են, որ չի կարելի նվիրել ժամացույց, տանակ, գոդի, եթե ժամացույց նվիրես, այդ բաժանությունը պետք է ասեմ, որ նման բան չկա։ Շատ հաճախ եմ իմ սիրելիին ժամացույց նվիրում եւ շատ հաճախ եմ իրենից ստանում ժամացույցներ։ Ոսկե ժամացույց, ոսկե շղթայով։ Ոսկե ժամացույց, ոսկե շղթայով եկել։ Պետք է անպայման, եթե ինչ-որ մեկին ժամացույց ես նվիրում, ինքը քեզ ինչ-որ որոշակի մետաղադրամ տա, որովհետեւ ձեր մեջ բաժանություն չլինի։ Այդ թվում նաև դրամապանակ են ասում, չի կարելի նվիրել, ինքը բերում է աղքատություն, չէ։ Եթե նվիրում ես դու որևիցե մեկին դրամապանակ, ցանկալի է, որ ինչ-որ գումար տնես մեջը ու նվիրես։ Չի կարելի վերցնել սրբապատկերների նկարներ, աչքահուլունքներ, բուլավկաներ, նալով պատրաստած ինչ-որ գեղեցիկ թալիսմաններ, որտեղ դրանց մեջ բացասական աուրան մեծ նշանակություն ունի։ Եթե վերցնում եք, անպայման դիմացինին նորից եմ կրկնում, պետք է տակ մետաղադրամ, որպեսզի ձեր մեջ անախորժություններ, դժբախտություններ, վեճեր, կռիվներ չլինեն։ Այն նվերը, որը ցանկալի է, որը քու սիրած անձնավորության կողմից է նվիրած, ինքը արդեն թանկ բան է։ Ամենաշատը սիրում եմ, երբ ինձ նվիրում են մարտի 8-ին նվերներ, այդ նվերները կարող է եւ լինել ծաղիկները, որովհետեւ ես վարդ շատ եմ սիրում, նաեւ շատ եմ սիրում արխիդիաներ, որը որ շատ հաճախ սիրելիս կողմից ստանում եմ։ Ծաղիկը նույնպես իր արժեքն ու թերն ունի մեր բոլորի կյանքում։ Եթե ծաղիկին սիրես, փայփայես, նույնիսկ այն միայնակ կանայք եւ աղջիկները, եթե վերցնեն մի հատ կարմիր վարդ, մի հատ սպիտակ վարդ եւ կարմիր թելով փաթաթեն ու ասեն հետեւյալ խոսքերը, ոնց էս երկու ծաղիկները միավորվեցին, այդպես էլ ես իմ սիրելիի հետ միավորվեմ եւ մինչեւ խոր ծերություն այս ծաղիկների նման չորանանք միասին եւ հետո այդ չորացած ծաղիկը պահեն իրենց պահարանում, իրենց բախտը, ճակատագիրը կստացվի։ Այստեղ ոչ մի կախարդություն չկա։ Այդ ամենին Անի Գրիգորյանը հավելեց. Գեղեցիկ սերի ներկայացուցիչներ, թող բոլորիդ մարտի 8-ը շնորհավոր լինի, բոլորդ լինեք ուրախ, առողջ, երջանիկ, ժպտակ, ծաղիկների նման բացվեք եւ ամենակարևորը, ով որ չունի իր երկրորդ կեսը, անպայման գտնի։ Նվերն ըստ էության ամենագեղեցիկ եւ ամենահաճելի երևույթներից մեկն է։ Եվ ես սիրում եմ այն պահը, երբ նվերից հասցեատիրոջ աչքերում տեսնում եմ ուրախություն եւ երջանկություն։ Վարդան Թովմասյան։ Ավելի շատ սիրում եմ նվիրել քան թե նվեր ստանալը։ Դա բնական է, երբ քո մատուցած նվերը բացում են ու դեպքի արտահայտությունից դու զգում ես նրա ուրախությունը կամ անտարբերությունը, ոչ թե հետաքրության համար, այլ հաճելի է, երբ ընծան ինքը ընդունում է ուրախությամբ։ Դա է շատ կարևոր։ Նույնը ես կասեի, որ ինձ համար էլ է հաճելի, որ նվերը բացում են ու ցույց են տալիս ինչ են նվիրել։ Եվ ես անկախ ամեն ինչից շատ մեծ ուրախություն եմ ապրում։ Ձյազ ջան, էսի քո նվերը։ Մաշո, ես ինչ այսի, սպլավտիվկա է։ Հա, ձյազ ջան, շնորհավոր։ Օհ, օհ, Այն, որ Վարդան Թովմասյանը նախքան նվեր նվիրելը շատ լուրջ նախապատրաստվում է, ճշտում թե ինչ ճաշակ ունի նվերի հասցեատերը, ինչ ապրանքանիշից է ավելի շատ օգտվում եւ այլ մանրամասներ, կարող ենք հավաստել նաեւ մենք, քանի որ ամենից ամենաստեղծագործական թիմն էլ բազմիցս արժանացել է պարոն Թովմասյանի նվերներին։ Դա ինձ համար մեկ օրվա, երկու օրվա արարողություն չի։ Նույնիսկ նվեր
տվել եմ, որը տևել է 2 ամիս այդ նվերը պատրաստելու համար։ Եվ դիմացինին մեծ հաճույք եմ պատճառել։ Աշխատում եմ այնպիսի ընտրություն կատարել, որ ասում են նվերը գին չունի, բայց հաճելի է, երբ այդ նվերը նա օգտագործում է, նա ուրախանում է դրանով։ Ամենաուշարժան նվերներից մեկը եղել է աղջկաս համար ծննդյան օրվա կապակցությամբ պատվիրել եմ թևնոց ոսկե եւ այդ օրը անակնկալ մատուցեցի։ Չգիտեմ, խի իմ ուղեղի մեջ փոքր վախտան ծաղիկը ես չեմ սիրում, որ պոկած է։ Ես սիրում եմ այնտեղ Ես ասում եմ կինը, աղջիկը ինձ համար ծաղիկ է, ես իրան ծաղիկին ծաղիկ չեն տալիս։ Կարաս ուրիշ բան նվիրի։ Какая прелесть. А что у вас с рукой, вы говорите, Семен Семенович? Это вам сувенир. Что вы? Спасибо. Спасибо, Семен Семенович. Кнопочку нажмите. Да? Վարդան Թովմասյանն անկեղծ խոստովանում է, որ ինքն էլ շատ հաճախ ստանում է նվերներ, հատկապես արտասահմանում գտնվելու ժամանակ։ Ինձ հիմնական լավ նվերները նվիրել են արտերկրում իմ հարազատները, տարբեր կատեգորիայի նվերներ ա եղել։ Իմիջիալից իմ համար հաճելի է, երբ ինձ նվիրում են խմիչքներ։ Սիրում եմ հավաքել խմիչքներ, վիսկի, տեկիլայի տարբեր մարկաների իմ հավաքածուն երևի 95%-ը նվերներ են։ Իրակող հրապարակի աշխուխին, այո, Արմենիա ու Սովետսկին կողմ։ Այդ ամենին Վարդան Թովմասյանը հավելեց. Շնորհավորում եմ ես մայրերի, քույրերի, կանանց, մեր աղջիկների այս գեղեցիկ տոնը, ցանկանում եմ ամենակարևորը առողջություն, սիրեք կանանց, որովհետև կյանքի ամենամեծ ապավենը, քո կյանքի հենասյունը դա կինն է։ Երեխաները, թոռները ամեկը իր ճանապարհը կընտրի կգնա, բայց դուք կմնաք երկուսով եւ ձեր համար ամենակարևոր անձնավորությունը դա ձեր կինն է։ Եվս մեկ ամենից ամենաաստղային մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Նվերներ սիրում եմ եւ ստանալ եւ նվիրել։ Սիրում եմ նաև ինձ մատուցել նվերներ։ Վարդուկ Ալեքսանյան։ Մոտակա 5 տարիները արդեն ես վաղուց իմ կոլեկտիվին, շրջապատին եւ ընտանիքիս անդամներին միայն նվիրում եմ ժամանցի հաճույք։ Այսինքն իր որպես այդպիսին, այլևս ես չեմ նվիրում եւ երբ ինձ ասում են քեզ ինչ նվիրենք, ասում ենք ժամանց։ Ավելի լավ է ես իմ կոլեկտիվի հետ գնամ նստեմ մի հատ շատ լավ թատրոն նայեմ կամ մեկնեմ մի քաղաք հանգստանամ, միասին ժամանց վայելենք, դա լավագույն նվերը կլինի իմ եւ իմ շրջակա միջավայրի համար, քան որևէ իր նվիրը։ Какой ужас! Что это с ним? Ты шипишь. Он дерево? Дерево поет. Օրինակ աշխատողներից պարբերաբար տանում եմ քաղաքից դուրս 2 օրով իրենց ընտանիքներով։ Տանում եմ կենցաղից կտրվում են, մնում են, հանգստանում են, շփվում են, լավ ժամանակ են անցկացնում, հետո գալի ավելի հաճույքով են աշխատում։ Բայց դա նվեր չի։ Իմ նման ղեկավար ունենալը։ Եթե ցանկանում են ինձ նվեր տան, մի շրջանկոր ասում էի կոնկրետ ինձ նվիրեք ոսկի։ Ես տարիով կռիս եմ, սիրում եմ ոսկի կամ պանիր։ Ես հասկացա, որ այդ կլոր տարի ամբողջ տարի ես ոսկի եմ նվեր ստանում։ Սա ոսկյա պարանջան։ Ոսկյա պարանջան, Գերմիլիան։ Հետո հասկացա, որ իրերի մեջ չի երջանկություն ու առասարակ։ Սիրում եմ անակնկալ նվերներ եւ ես ինքս էլ լինի տոն, լինի առիթ թե անառիթ, շատ սիրում եմ անակնկալներ մատուցել։ Կլինի ծաղիկի տեսքով, որևէ բացիկի տեսքով, սիրված իրի տեսքով։ Վերջի տարիներին տոնածառի վրա բացիկներ եմ տեղադրում հանգստյան վայրերի նկարներով։ Եվ ընտանիքիս անդամներից ով բացեց այդ бацիկը որտեղ եղավ, ապա ամբողջ ընտանիքով գնում ենք այդտեղ հանգստանալու։ Ձմեռ պապիկը ես եմ մեր տան, այսպես ասած։ Снегурочка, где была? Расскажи-ка, милая, как дела? И за тобою бегала Дед Мороз, пролила немалые горьких слез. Իսկ ստանալու առումով եղել է, որ հրավիրել են աշխարհահռչակ լավագույն երգիչների մենահամերգներին, շատ հայտնի։ Ես նաև շատ սիրում եմ արվեստի ոլորտում Cirque du Soleil-ի ներկայացումները, որը երբ ինձ հրավիրում են, աշխարհը կանգնում է ինձ համար, ներկայացումներ նայելը, բեմադրություններին ներկա գտնվելը դա ինձ համար լավագույն նվերն է։ Здравствуйте. Так, вам сюда. Отлично. Приятного вечера. И вам того же. Если что, мы будем там.
Այդ ամենին Վարդուկ Ալեքսանյանը հավելեց. Քանի որ շրջապատված եմ լիքը բալիկներով եւ ծնողներով, լինի նոր տարի, լինի զատիկ, լինի Միացյալ Նահանգներում կա հրաշալի մի տոն Thanksgiving, երախտագիտության տոնը։ Բարբերաբար ստանում եմ ուշադրություն ծնողների բալիկների կողմից։ Ծաղիկներ, նվերներ, որևէ մի հետաքրքիր վայր դիտելու կամ մեկնելու ժամանցի վայրի հետ կապված։ Այսինքն ես տարվա կտրվածքով եւ առիթներով եւ անառիթ եմ միշտ ստանում նվերներ։ Դրա համար որպես այդպեսին չեմ կարող որևէ մեկը առանձնացնել։ Լինելով անուղելի քաղցրակեր, ես դեռ մանկուց յուրացրեցի թխվածքներ եւ տորթեր պատրաստելու նուրբ արվեստը։ Եվ չնայած մեր իրականության մեջ այսօր կան շատ հրուշակեղեն արտադրող ընկերություններ, եւ այնուամենայնիվ ես ժամանակ առ ժամանակ իմ ընտանիքի անդամներին եւ հարազատներին ուրախացնում եմ իմ ձեռքով պատրաստած թխվածքներով եւ տորթերով։ Եվ երբ ինձ հարցնում են ինչպես եմ կարողանում համեղ մասը ապահովելուց բացի ապահովել նաև էսթետիկ մասը, ես պատասխանում եմ, որ ունեմ կախարդական փայտիկ։ Այո, կախարդական փայտիկ։ Խոսքը տորտիտո մասնագիտացված խանութ սրահի մասին է, որտեղից հիմնականում օգտվում են պրոֆեսիոնալ հուշակագործները եւ թխվածքներ պատրաստող ընկերությունները, եւ ես բնականաբար որոշեցի մարտի 8-ի կապակցությամբ քույրիկիս համար պատրաստել մի համեղ տորտիկ ու ուղևորվեցի տորտիտո։ Այցելելով այնտեղ ես նկատեցի, որ տեսականին համալրվել են նորանոր հետաքրքիր պարագաներով։ Ու մտքովս անցավ, որ տոնական օրերին ընդառաջ շատերին հետաքրքիր կլինի ծանոթանալ տորտիտոյի հիմնադիր Արտեմ Դավթյանի հետ, որովհետև ավելի քան վստահ եմ, որ ձեր առիթի համար շատ հարցերի պատասխաններ դուք կլսեք ու կստանաք հենց նրանից։ Բիզնեսը հիմնել ենք 2014 թվականին, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեր որդու ատամհատիկներ, ու մենք պետքա պատրաստվեինք, ոնց որ մի մասը մի խանութից էին գնում, մի մասը մյուս խանութից, ու տենց շատ փնտրեցինք, մինչև գտանք մեր ուզածը, էլ ամբողջը չէր, եւ կնոջս հետ միասին որոշեցինք այդ բացը լրացնել ու ստեղծեցինք խանութ մասնագիտացված տոնական պարագաների, փուչիկների մասնագիտացված խանութ, որը որ կլիներ վայր, որտեղ որ հաճախորդը կմտներ ու ամեն ինչը մեկ վայրից ձեռք կբերեր։ Իսկ ինչը որ շուկայում չկար, արկա չէր, մենք ձգտում էինք ինքներս պատրաստել եւ լրացնել հաճախորդի պահանջները։ Օրինակ, թեմատիկ շրխկաներ գոյություն չունեին այդ ժամանակ, շրխկանն ինքը խլապուշկան է, շուկայում առկա էր խլապուշկաներ, որոնց մեջ միայն փայլեր էին կամ այլ թղթեր էին, ստեղծեցինք թեմատիկ խլապուշկաներ, որոնց մեջ օրինակ ատամի նկարներ էր դուրս գալի տրաքացնելուց կամ տարբեր մուլտհերոսների նկարներ էին դուրս գալիս։ Մենք շուկա ներմուծեցինք ատամհատիկի մասնագիտությունների շատ ավելի գեղեցիկ տարբերակներ, այն ժամանակ շուկայում առկա էր միայն սովորական թղթային տարբերակներ, մենք ավելի գեղեցկացրած տուփերով, բաներով ավելի ճոխ տարբերակներ ներմուծեցինք։ Եվ իհարկե շատ ավելի տարբեր բաներ, որ շուկայում առկա չէր, մենք ինովացիա ենք արել։ Ունենք նաև փուչիկների եւ գազով փուչիկների լայն տեսականի։ Այս պայն ունենք ծննդյան, ատամհատիկի, 40 օրեկանի, կնունքի, գենդեր փարթի, նորածնային արարողությունների հետ կապված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի այդ առիթները դառնան ավելի անմոռանալի եւ գեղեցիկ։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ հաճախորդները մեզ մոտից հարցում են նաև տորթերի արտադրության հետ կապված, զարդարանքի հետ կապված պարագաներ եւ մենք որոշեցինք ավելացնել այդ հատվածը եւ փակել այդ բացը։ Այսօր մենք ունենք հրուշակեղենի արտադրության համար անհրաժեշտ 5000-ից ավել անուն ապրանքներ, որոնցից օգտվում են ոչ միայն արտադրամասերը, այլ նաև տնային տնտեսուհիները եւ անհատ գործանողները։
Մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք հրուշակեղենի արտադրության համար հումքեր, որոնցից են սերուցք, խտացրած կաթ, օրինակ կակաո, ջնարակ, շոկոլադ, ժելատին, մաստիկա, իզոմալտ, որից պատրաստում են սառնաշաքարներ, ունենք նաև տարբեր համային գելեր եւ այլ հումքեր։ Ունենք նաև սննդային ներկեր, այսինքն այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է հրուշակագործին բարձրորակ արտադրանք ստանալու համար։ Ունենք նաև տարբեր գործիքներ արտադրության համար, կաղապարներ, սիլիկոնե, մետաղական, օրինակ շոկոլադների արտադրության համար կաղապարներ ունենք, տարբեր կտրիչներ, որոնք անհրաժեշտ են թխվածքաբլիթներ պատրաստելու համար, սառնաշաքարներ պատրաստելու համար էլ ֆորմաներ ունենք, օրինակ այդ իզոմալտը հալացնում են, լցնում են այդ ֆորմայի մեջ, փայտիկը դնում են եւ դառնում է այդ սառնաշաքարը։ Այսինքն այն բոլոր գործիքները, որոնց օգնությամբ հրուշակագործը կարող է խմորից կամ շոկոլադից կամ օրինակ իզոմալտից ստանալ շատ գեղեցիկ ձև ունեցող արտադրանք։ Ունենք նաև տորթերի կամ ընդհանրապես հրուշակեղենի զարդարելու համար անհրաժեշտ դեկորներ, մասնավորապես շաքարային դեկորներ ունենք մեծ տեսականի, մարդուկներ, տարբեր մունթերոսներ, ծաղիկներ, որոնցով հաճախորդը կարող է զարդարել տորթը։ Այսօր շուկայում մեծ պահանջարկ ունի նաև պրինտով տպագրությամբ տորթերը, տարբեր նկարներով, պատկերներով։ Մեր խանութում առկա է նաև այդ սննդային տպագրությունը, թե վաֆլե թերթիկների վրա, թե շաքարային թերթիկների վրա, եւ մեր առավելություններից մեկը նաև այն է, որ մեր մասնագետները կարողանում են հաճախորդի ներկայացրած պատկերները ձևափոխեն եւ հաճախորդի ուզած չափերով այդ տպագրությունը կատարեն։ Մեր հաճախորդները որպեսզի պատրաստի արտադրանքը կարողանան իրենց հաճախորդներին գեղեցիկ մատուցեն, ունենք նաև տորթի տուփեր եւ տակդիրներ։ Ինչ վերաբերվում է գնային քաղաքականությանը, մենք ունենք ինչպես մանրածախ վաճառք, այնպես էլ մեծածախ վաճառք։ Մանրածախի դեպքում էլ մեր գները շատ ավելի հարմար է եւ մոտ ապագայում մեր մշտական հաճախորդները կունենան քարտ յուրահատուկների համար, որոնցով կարող են ֆիքսված ավելի էժան գնումներ կատարել մեր մոտից։ Այժմ մեր խանութները 3-ն են, որոնք գտնվում են Բագրատունյաց 24, Բագրատունյաց 40 եւ Չեխով 34 հասցեներում։ Ամփոփելով ասեմ, որ մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ, որոնք մեր ստեղծման օրից մեզ հետ են եւ դա պատահական չէ, որովհետեւ մենք ի սկզբանե որդեգրած ենք եղել կարգախոս, որն է ազնվություն, արդարություն, բարեխղճություն եւ մենք այնպես ենք միշտ արել, որպեսզի մեր հաճախորդը գոհ լինի մեր մատուցած ծառայություններից։ Այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմ շնորհավորանքի խոսքերը։ Ամենից ամենայի ամբողջ ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր կանանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ։ Ուզում եմ մաղթել թերևս ամենակարևորը առողջությունից բացի կանացի երջանկություն, որովհետև այս խոսքի մեջ, այս հասկացության մեջ ամեն ինչ ամփոփված է։ Սիրեք եւ եղեք սիրված։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դες մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջան քո ծնունդն է շնորհավոր։ Ապրես։